Վաստացի կրթահամալիրում տառաճանաչություն իրականացնում ենք բառուսուցմամբ։ Նպատակն է ճանաչել, գրել, մուտքագրել հայերեն տառերը, բառեր կազմելն ու ընթերցելը։ Նախքան բառուսուցմանն անցնելը առաջի դասարանցիներից սովորում ենք լսել բառերի հնչյունները, հեգել եւ վանկատել, տարբերել բառի առաջին, երկրորդ, երրորդ հնչյունները։ Բառուսուցումը սկսում ենք աղայանական մեթոդով, այսինքն ոչ թե առանձին տառեր ենք սովորում, այլ միանգամից 3 տառից կազմված բառեր։ Օրինակ, սար, տուն, շուն եւ այդպես շարունակ։ Սկսում ենք խաղալ բառի հետ։ Գտնում ենք բառեր, որտեղ օրինակ ս-ն բառասկզբում է, այնուհետև բառամիջում, իսկ հետո բառավերջում։ Եվ այդպես անդրադառնում ենք բոլոր հնչյուններին։ Այստեղ ինտեգրում ենք նաև մյուս առարկաներին, որոնք կիրառված են իմացումի հրճվան կրթական ծրագրում։ Հաշվում ենք բառի հնչյունների քանակը, այնուհետև հաշվում ենք, թե տվյալ հնչյունը բառի որ երրորդ հնչյունն է, իրենից առաջ քանի հնչյուն կա, քանիսը հետո։ Բառերը համեմատում ենք, որ բառում ավելի շատ, ավելի քիչ հնչյուն կա, որքանով է ավել, որքանով է պակաս։ Նույն հնչյունը քանի անգամ է կրկնվում տվյալ բառում։ Այստեղ օգտագործում ենք նաև Paint եւ Word համակարգչային ծրագրերը։ Սովորում ենք օգտագործել ծրագրի հիմնական գործիքները։ Նկարում ենք, գունավորում, մուտքագրում։ Այսօր մենք նկարելու ենք դդումներ, հետո սովորել ենք նկարներով ուղարկել էլեկտրոնային հասցեով։ Գրել ենք դդում։ Այնուհետև սովորողների նկարած մեդիայի ջերը ուսումնական տարվա վերջում դառնում են անհատական մեդիայի բենարաններ։ Գրային փուլը եւս իրականացնում ենք նախագծային ուսուցմամբ, սկսում ենք նախագիծը եւ միաժամանակ նաեւ գրում բառերը։ Օրինակ, մենք ունենք բարձունքի հաղթահարում նախագիծ, սկզբնական շրջանում սովորողների հետ քննարկում ենք, որ լեռը, որ սարը պետք է հաղթահարենք եւ սկսում ենք հենց սար բառից։ Ինչպես նշվեց, կրթահամալիրում բառուսուցում է եւ մեր առաջին բառը ըստ նախագծի սար բառն է եղել։ Գրում ենք սար բառը, մուտքագրում ենք, նկարում ենք սար, պատկերացնում ենք այդ տարածքը, որտեղ որ պետք է իրականացնենք մեր բարձունքի հաղթահարումը, մուտքագրելուց հետո մենք նաև փորձում ենք բառը տեխնոլոգիական գործունեությամբ ներկայացնել, օրինակ ծեփամածիկով ծեփում ենք սար, ալրանկարչություն ունենք այլընտրանքային տարբերակով, յուրաքանչյուր սովորողի առջև կա որոշակի քանակությամբ ալյուր, ալյուրի վրա սովորողներն իրենց ձեռքերով, մատներով փորձում են նկարել սար բառը։ Սա նաև նպաստում է մոտորիկայի զարգացմանը, զարգացնում է նաև նկարչական հմտությունները եւ ստեղծագործ միտքը։ Նկարել ենք խաղ, որ մենք գնանք խաղողի այգի եւ խաղող որ գինի սարքին խաղողով։ Նկարել եմ խաղողներ, դեղին, կանաչ, գազարագույն, խաղողից մենք պատրաստելու ենք գինի։ Բառուսուցման փուլում արդիական է նաև կիրառել ինքնաշեն խաղերը, որոնք սովորողները ստեղծում են իրենց ձեռքով, այսինքն երբ որ մենք սովորեցինք բառը, օրինակ կարելի է օգտագործել մեկանգամյա օգտագործման բաժակները, կիրառման բաժակները, դրա վրա փակցնում ենք սովորած տառերը եւ խառը դնելով երեխաները արդեն ճանաչված տառերով այսպես կառուցում են, ստեղծում են նոր բառեր։ Այս փուլում նաև կարևոր աշխատանք է տառերի խառնաշփոթը, երբ տառերը տարբեր դասավորվածություն ունեն եւ սովորողները պետք է կարողանան այնպես տեղափոխել տառերը ծանոթ, որ ստանան բառ, կամ հետաքրքիր է նաև երբ բառի մեջ մեկ տառ փոխելով պետք է նոր բառ ստանաս, այս խաղային մեթոդները զարգացնում են նոր հմտություններ ձեռք բերելու կարողությունը, այսինքն պատկերացումը, ինչպիսի բառեր եւ ինչ կարող է դրանից ավելի նորը
ստացվել եւ այսպես շղթայական շարունակաբար նաեւ բառապաշարը հարստացնելու միջոց կարող է լինել։ Գրային շրջանը իմացումի հրճվան կրթական ծրագրում նույնպես համապատասխանեցնում ենք տվյալ ամսվա նախագծերի հետ։ Համապատասխանեցնում ենք նախագծերին բառուսուցումը, օրինակ եթե համընկնում է թթուդրիկի ծեսի հետ, մենք ընտրում ենք այնպիսի բառեր, որոնք սովորողները նաև նախագծի ընթացքում կարող են ծանոթանալ գործունեության հետ, օրինակ բանջարեղենով պատկերեն թթու բառը, բանջարեղենի անունները, եթե արդեն հնչյուն տառերը ծանոթ են իրենց, եւ դառնա դա իրենց խաղ գործունեության մի մասը։ Շունը, շուն։ Մա։ Դու անի անի շունը շուն Սովորողները բառուսուցումն իրականացնում են տեխնոլոգիական տարբեր գործունեությամբ, հատիկեղենով, բանջարեղենով, մրգերով պատկերում են իրենց անցած բառերը եւ գործունեությունը իրենց համար դառնում է ընթերցումը, դառնում է իրենց համար խաղ գործունեության մի մաս։